Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության նպատակով կառավարությունն առաջարկում է ներգրավել $250 միլիոն վարկ Ասիական զարգացման բանկից։ Հարցը ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում էր։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը մանրամասնեց, համաֆինանսավորումը իրականացվելու է արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի տրամադրելիք մոտ $16.5 միլիոն դրամաշնորհի միջոցներից։ Վարկային միջոցները կուղղվեն տեղահանված ընտանիքներին հավաստագրեր տրամադրելուն։ Արդեն իսկ 3810 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր, որից 1631-ը իրացրել է իրավունքը։ Բնակարանային ծրագրից օգտվելու հիմնական պահանջը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն է։ Քաղաքացիություն են ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26233-ը։ Իմ կարծիքով խնդիրն է, որ եղած գումարը չի բավարարում մարդկանց այդ բնակարանային հարցերը լուծելու։ Մենք 250 բնակավայրում 25 միլիոնով 5 հոգանոց ընտանիքին չենք կարողանում ապահովել բնակարանով, դա կարծում եմ մի քիչ տեղին չի, նման պատճառով չդիմել եւ չստանալ քաղաքացիություն եւ դժգոհել, որ գումարը չի բավարարում։ Ծրագրի շահառու կարող է դառնալ Ղարաբաղից տեղահանված ցանկացած ընտանիք, յուրաքանչյուր անդամին հատկացվող գումարի չափը կազմում է 3-ից 5 միլիոն դրամ կախված բնակավայրից, իսկ հավելյալ վարկ վերցնելու դեպքում վարկավորման առավելագույն չափը 55 միլիոն դրամն է։ Կարող է դիմել բանկից եւ ստանալ վարկավորումը, այդ վարկավորման տոկոսագումարները ամբողջությամբ փակում է պետությունը։ Վարկավորումը կատարվում է տան ամբողջ արժեքի չափով եւ պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ մարում է այդ գումարը ըստ ժամանակացույցի։ Ընդդիմադիրները հարց բարձրացրին, թե արդյոք ներգրավված գումարները ծախսվելու են միայն բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրը լուծելու համար, այլ մասհանումներ չեն լինելու, վստահեցրեց փոխնախարարը, բայց Հայաստան խմբակցության падգամավորները թեման փակված չհամարեցին։ Կառավարության ներկայացուցիչները գալիս էին, խոսում էին, ասում էին վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մարդկանց կարողությունները զարգացնենք, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը ստեղից վերակենում ասում է զենք են կառել։ Ասում եք ոնց Հայաստանը հայտարարեց վարչապետը, որ զենք են կառել։ Բայց այն ժամանակ էլ ասում եք Հայաստանը զենք չի առնում, չի զինվում, մենք եսիմ գնում ենք, հասնում ենք, բանենք, մեր մոտ ասենք բաներ են, ինչ որ զորահրամանատարներ են, իսկ դուք չեք կարողանում սա անել, նա անել։ Եվ հետո հիմա կողմ եք քվեարկելու այս նախագծին, թե չէ, պարոն Խաչատրյան։ Կողմ եք քվեարկելու։ Շատ լավ։ Քաղաքական ուժը, որն ասում էր Արցախը թոք է, Արցախը մեր հանրապետության անկախությանը խոչընդոտ է, հիմա պատկերացնում է, որ սենց սրտից հավով է ասում անտեղ հեղաշրջում տեղի ունեցավ։ Ասվել է Ղարաբաղի հարցն էր թոք Հայաստանի վզին։ Դրանք շատ տարբեր բաներ են եւ այդ Ղարաբաղի հարցը թոք սարքելու ամենակարևոր ուրեմն գործող անձանցից մեկը եղել է ձեր ղեկավարը Ռոբերտ Քոչարյանը։ Ընդ որում, ումից որ այսօր ուրեմն դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով պահանջվող հայցագինը մոտավորապես այնքան է, ինչքան որ հիմա պետությունը վարկ է վերցնում Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրներն ապահովելու համար։ Երբ խոսվում է 2023 թվականին Ղարաբաղում իշխանափոխությունից ու դրան հաջորդած էթնիկ զտումից, պետք է հիշել նաև կոնտեքստը, պատասխանեց Ռուբինյանը, կրկին հիշեց Դաշնակցության 004 շրջաբերականը։ Դե հիշում եք այն բազմաթիվ անգամ հնչեցված հատվածները, ըստ որի իրենք ուզում էին ըստ իմ գնահատականի եւ համոզված եմ նաեւ ըստ օբյեկտիվ գնահատականի մատաղ անել Հայաստանի ինքնիշխանությունը, բայց դա մի կողմ թողնենք։ Ինչ են ասում։ Ակնհայտ է, որ որևէ արմատական խնդիր չի կարող լուծվել, մինչև չփոխվի Արցախի իշխանությունը, Արցախի քաղաքականությունը չվերադարձվի ազգային ուղեկից, չվերականգնվի Արցախի գործոնը։ Երբ որ այս մարդիկ փոխեցին Արցախի իշխանությունը, օրեր անց Լեռնային Ղարաբաղում չմնաց որևէ հայ։ Վերջ։ Անկախ նրանից զենք է գնվել, թե ճանապարհ կառուցվել, այդ ամենը վերջին հաշվով եղել է ներդրում խաղաղության մեջ, բանավեճը եզրափակեց Հայկ Կոնջորյանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է երրորդ եւ կարգաթվով ավելի բարձր երեխաների համար մինչեւ 6 տարեկան լրանալը տրամադրվող 50,000 դրամ աջակցությունը դարձնել պետական նպաստ։ Հարցը օրենսդիրի օրակարգ է ընդգրկվել հրատապ ռեժիմով։ Երրորդ եւ հաջորդ երեխան 2 եւ 3 անգամ ավելի միանվագ գումար էր ստանում, քան վճարվելու է փոփոխությունից հետո։ Կարծիք հայտնեց Թադևոս Ավետիսյանը, նախագիծը որակելով հակասոցիալական։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Ինչու՞։ Որովհետև բոլոր այն երեխաները եւ ծնողները, որոնք պիտի ստանային իրենց համար նախատեսված ծննդյան միանվագ գումարը, արդեն ստացել են։ Կամ նրանք, որոնք պիտի ծնվեն մինչև սեպտեմբերի 1-ը 2026 թվականին, կստանան։ Ստանում է 1 միլիոն
մեր նոր առաջարկով ստանալու է 500 միլիոն եւ դրան գումարվելու է 6 տարի շարունակ 50,000 դրամը։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ ընտանիքներում երրորդ երեխաների ծնելիության աճ է գրանցվել։ 2018 թվականին նրանց թիվը մոտ 8300 է եղել։ 2023-ին կազմել է 12400-ից ավելի, 2024-ին 12000, այսինքն 45% աճ է եղել։ Փոխարենը նվազել է առաջին եւ երկրորդ երեխաների ծնունդների թիվը։ Ուզում եմ շնորհավորեմ պարոն Էդուարդ Աղաջանյանին իր առաջնակի ծննդյան կապակցությամբ։ Աստված պահապան պարոն Աղաջանյան եւ հուսամ, որ նաեւ շարունակություն կունենանք։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի համաձայն հունվարի 7-ից զորակոչվող անձինք այլևս կծառայեն 18 ամիս։ Նախագիծը ներկայացնելուց հետո Պաշտպանության նախարարին Լիլիթ Ստեփանյանը փոխանցեց արդեն իսկ ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողների խնդրանքը։ Այն է, իրենց զավակները զորացրվեն 18 ամսով ծառայող զորակոչիկների հետ, ոչ թե ավելի ուշ։ Այսօր զորակոչվող ցանկացած զինվոր կզորացրվի նույն օրը, եթե ծառայության ընթացքում չդրսևորի այնպիսի վարքագիծ, որի արդյունքում կհայտնվի կալանքի մեջ, խոսքը վերաբերում է կարճաժամկետ կալանքներին, ասենք 5 կամ 10 օրով հայտնվել ռազմական ոստիկանության համապատասխան բաժանմունքում։ Օրենքով կարգավորենք, որ սահմանային գծի վերաբերյալ բանակի հետ կապված, սահմանի հետ կապված տեղեկությունը իրավունք ունի լրատվամիջոցը հրապարակել բացառապես Պաշտպանության նախարարության հրապարակումից հետո։ Դա վերաբերվի նաև անհատներին։ Սա սահմանում տեղի չունեցող իրադարձությունների մասին է եւ ըստ էության սա հիբրիդային հարձակման մասին է։ Եվ կարծում եմ հնարավոր իրավական կարգավորումը, որը ոչ միայն մեր ոլորտին է վերաբերում, այլ առհասարակ վերաբերում է նմանատիպ հարձակումներին, Ազգային ժողովը եւ գուցե նաեւ կառավարության նախաձեռնողներ պիտի կառավարության կողմից մարմին, որ կնախաձեռնի, սրան նպատակաուղված փոփոխություններով պիտի գանք ազգային ժողով կամ ձեզնից ստանանք առաջարկ, որովհետեւ սա իրապես լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար։ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստան դիմակայուն Սյունիք ծրագրով մեր երկրին կտրամադրվի 50 միլիոն եվրոյի վարկ, նպատակ ունենալով ներդրումների միջոցով բարելավելու բնակչության կենսամակարդակը։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալի, ծրագիրը ներառում է 3 բաղադրիչ՝ ջրամատակարարման, կրթական եւ առողջապահական։ Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է ներքին գործերի նախարարության ենթակայությամբ բոլոր ահազանգերի համար ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոն, մեկ միասնական հեռախոսահամարով, հիմնել օպերատիվ կառավարման գրասենյակ։ Հարցն ընդդիմադիր падգամավորի համար առիթ էր բարձրաձայնելու ոստիկանության նկատմամբ հանրային վստահության պակասի խնդիրը։ Օրինակ, երեկոյան ժամը 12:00-ից հետո, 00-ից հետո ինչ որ երիտասարդների խումբ շենքի բակում բարձր խոսում են իրար հետ, հայոյում են, չգիտեմ ինչեր են անում, այդ շենքից որևէ մեկը չի զանգում ոստիկանություն, որ գան հասարակական կարգ ապահովեն։ Կներեք այս բառի համար տաղավարի հարցերը իջնում են, լուծում են։ Այսօր բազմաթիվ դեպքեր կան, երբ որ ազդանշանի համար լավագույն դեպքում այդ բախումը այսպես կոչված ավարտվում է վիճաբանությամբ, վատագույն դեպքում դա արժենում է մարդկային կյանք։ Այդ առումով մենք ունենք խնդիրներ, մենք էլ ենք ուսումնասիրել եւ մենք էլ ենք նկատել, որ շատ դեպքերում կարող է քաղաքացիները խուսափեն ահազանգ տան եւ դրանց պատճառները մի քանիս են։ Հանրային հարցում էլ ենք արել եւ պատճառներին էլ ենք փորձել անդրադառնալ։ Այս ծառայությունը չէ, բայց հանցավորության կանխարգելման ռազմավարություն են մշակվում, որ առաջիկայում կներկայացվի կառավարությանը։ Չեմ կարող էլի Տիկին Խամյան ձեզ չհիշեցնել։ Երբ որ ձեր կողմից խանդաղատանքով աջակցվող Վարդան Ղուկասյանը Գյումրիում Դոլյա Վարավսկայա երգներ դնում, այդ ժամանակ մեկիդ մտքով անցավ, որ ասենք զանգեք Վարդանիկին, ասեք լսի, այդ տղավարի գողական խուժան բաների վերջը մի հատ տուր։ Այս Հայաստանի երկրորդ քաղաքն է, թե ինչ է։ Հիմա որ ասում եք, որ այդ տղավարի բան ճիշտ եք ասում, բայց պիտի նաև այդ մեդալի մյուս կողմն էլ էլի նայեք։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև առողջապահության համապարփակ ապահովագրության մասին օրենքների փաթեթը։ Պարտադիր ապահովագրության մեկնարկը կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին խումբ քաղաքացիները կլինեն պետության կողմից ապահովագրվածներն ու ինքնուրույն ապահովագրավճար վճարողները։ Ընդդիմադիրները ելույթներում դարձյալ քննադատեցին բարեփոխումը, այն որակելով համակարգի տապալում։ Առողջապահության նախարարն անարձագանք չթողեց։ Ինչն եք տապալում։ Ինչը որ 2010-ական թվականներին պետական բյուջեի հաշվին սոցփաթեթով 10 միլիարդ դրամ դուրս գրվեց եւ ապահովագրական ընկերությունների կողմից հետո 6 միլիարդը գրած որպես շահույթ, էս էր տապալումը։ 63-64 տարեկանների հետ կապված առաջարկնել օր առաջ ուժի մեջ կմտնի, եթե ձեր խմբակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ չսպասեն գույքի բռնագանձման որոշումներին եւ կամովին ավելի շուտ վերադարձնեն տարիներով գողացած գումարները։ Ազգային ժողովը քվեարկեց եւ ընդունեց քննարկված օրինագծերի մի մասը։ Այդ թվում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց զինծառայության ժամկետը 18 ամիս դարձնելու վերաբերյալ օրինագիծը։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։